Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական մեղմ ասած ոչ բարվոք իրավիճակում, արտագաղթի պայմաններում թվում է, թե պետք է դողանք յուրաքանչյուր աշխատատեղի, աշխատող եւ աշխատանք ստեղծող մարդու համար։ Սակայն ոչ միայն աշխատատեղ չի ստեղծվում, այլև աշխատող մարդուն դնում ենք պարզապես ճորտատիրական պայմաններում եւ հետո զարմանում ենք, թե ինչու է Հայաստանից հեռանում եւ աշխատողը եւ չաշխատողը։ Իմ հայտարարությունը վերաբերում է Մալաթիա տոնավաճառի վերջերս բարձրացված խնդրին։ Ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում մարդիկ այլևս աշխատել չեն կարող։ Մեզ ստորագրությամբ դիմել են Մալաթիա տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ։ Մալաթիա տոնավաճառի յուրաքանչյուր տաղավարի համար քաղաքացին վճարում է 147,000 դրամ ամսական վարձավճար, որից 27,000 դրամը սեփականատիրոջ կողմից կատարվում է վճարում հարկային պարտավորությունների համար։ Մինչդեռ ըստ որոշ տվյալների պայմանագիրը կնքված է 90,000 դրամով։ 147,000 դրամի մեջ չի մտնում էլեկտրոէներգիայի համար ծախսերը, որը նույնպես վարձակալողը վճարում է իր գրպանից։ Ավելին, վարձակալած տաղավարների դիմաց վաճառվող ապրանքը թեկուզ 1 մետր առած ցուցադրելու համար տոնավաճառի տնօրինությունը պահանջում է լրացուցիչ գումար։ Այս տարվա հունվարից տնօրինությունը 8,000 դրամով բարձրացրել է վարձավճար։ Հարց է առաջանում, եթե էլեկտրոէներգիայի համար վճարում է վարձակալողը, հարկային լրացուցիչ պարտավորություններ չեն առաջացել, ապա ինչու են կամայականորեն բարձրացնում վարձավճարը։ Եթե պայմանագրով նախատեսված է 90,000 դրամ, ինչու է գանձվում 147,000 դրամ։ Որևէ մեկը ուշադրություն դարձրել է այն գերաշահույթին, որը ստացվում է այդ տոնավաճառից ի հաշիվ աշխատողների։ Ճիշտ է, քաղաքացիների բողոքի արդյունքում տոնավաճառի տնօրինությունը վարձավճարը իջեցրել է 7,000 դրամով, սակայն սա հարցի լուծում չէ եւ մի փոքր էլ տարօրինակ է, եթե 7,000 դրամ հնարավոր է իջեցնել, ապա ինչու էր հունվարին այն բարձրացվում 8,000 դրամով։ Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք տնտեսապես չպատճառաբանված կամայականության հետ։ Եվ երբ հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, թե ներկրած հագուստը մաքսազերծելիս ինչպիսի կամայական գնային քաղաքականություն են հանդիպում, ապա պարզ է դառնում, որ նման ճորտատիրական պայմաններում պարզապես աշխատել հնարավոր չէ, պարզ է դառնում, թե մենք ինչպես ենք խրախուսում եւ զարգացնում բոլորի կողմից մշտապես բարձրաձայնվող մանր ու միջին բիզնեսը։ 7,000 դրամով վարձավճարի իջեցումը դեռևս չի նշանակում, որ այդ հարցը լուծում ստացավ, այն էլ այն պարագայում եւ ոչ ոք համոզված չէ, որ վաղը կամայականորեն վարձավճարի բարձրացում տեղի չի ունենա։ Համոզված եմ, որ Մալաթիա տոնավաճառի խնդիրը միակը չէ։ Հարգելի քաղաքացիներ, Օրինաց երկիր կուսակցությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները եղած կամայականությունները վերացնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նաիրա Կարապետյան։